Պարոն Գաբրելյան, շատ ուշադիր լսել եմ ձեր ելույթը, հետաքրքիր դիտարկումներ կային, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է հետևյալ հարցը. ինչպես է գնահատում Արևմտյան Ադրբեջան, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի ռիսկերը Հայաստանի նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Դավթյան։ Պետք է շատ ուղիղ ասեմ, որ Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ խոսույթը մեր հարևան երկրում որևիցե բանով չեն նպաստում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամրապնդմանը, ինչպես որ նախորդ իմ ելույթներից մեկում ասել եմ, որովհետեւ բավականին զգացմունքային էլ մաս ունի այդ խոսույթը, որը որ մեր հանրության համար ընկալելի չէ։ Բայց քանի որ որոշակի առումով նաեւ ես հետևել եմ եւ որքանով որ հնարավորությունս ներել է, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության ներսում հասարակական արձագանքներին, հնարավոր հասարակական արձագանքներին այդ կազմակերպությունը, այդտեղ է այդ խոսույթը այնպես չի, որ միանշանակ ընկալվում է, այդտեղ էլ որոշակի առումով անհասկացվածություն կա, թե դա ինչի վերաբերյալ իրականում, ես հասկանում եմ, որ ման եք անում, նկատի չունեմ բարձրաձայն, բայց էլ եմ ասում, կա այդ խնդիրը, ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության համար, ես կարծում եմ, որ մեր հարևան երկրի իշխանությունների կողմից, այնուամենայնիվ, այդ օրակարգը, որը որ ստեղծվել է, իհարկե հետապնդում է որոշակի նպատակներ, ես կարծում եմ, այդ նպատակների մեջ կա, ինչպես նաև այս ամբիոնից գործընկերներից մեկը խոսած, կա հնարավոր մաքսիմումը եւ կա հնարավոր մինիմումը, բայց այնուամենայնիվ չեմ կարծում, որ մենք ներկայումս եւ հենց հիմա այդ ռիսկերի մասով պետքա ամբողջությամբ հրապարակային եւ ուղիղ դա քննարկենք, բայց այն, որ այդ խոսույթը իր մեջ պարունակում է ռիսկ, միանշանակ այդպես է, որովհետեւ առնվազն կրկնում եմ այն գործընթացին, որը որ օգոստոսի 8-ից հաստատված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, այդ գործընթացին որևիցե բանով չի նպաստում, եթե ուղիղ չասեմ, որ բավականին խանգարում է, քանի որ այդ գործընթացը այնուամենայնիվ որպես օրակարգ, բոլորս գիտենք որպես օրակարգ, ինքը իր մեջ պարունակում է բավականին մեծ կեղծավորություն։ Արձագանք։ Պարոն Գաբրելյան, թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ, կփորձեմ 1 րոպեի մեջ տեղավորվելով 2 բառով ասեմ, այնտեղ ինչ է կատարվում։ Նախ փաստենք, որ Ադրբեջանում արդեն կա ձևավորված Արևմտյան Ադրբեջան հեռուստաընկերություն, մշակույթի կենտրոններ, այդ նույն կառույցը բազմաթիվ այլ երկրներում ունի ներկայացվածություն դեսպանատան մակարդակով, պլյուս կան երկրներ, որտեղ կա գրասենյակներ բացված, այդ թվում տպագրվել են հարյուրավոր գրքեր եւ վերաբերելի մշակույթին, իրենց ճակերտավոր պատմությանը, լեզվամտածողությանը, երգերին, պարերին, այսինքն ընդհանուր առմամբ էթնիկ փոփոխությունների տրամաբանության ներքո քաղաքականություն է վարվում եւ իհարկե ես նաեւ մեծ սիրով ձեզ, եթե հարկ կլինի կներկայացնեմ կարճ վերլուծություն, հնարավորինս փոքր չափերի, բայց բովանդակության առումով չզիջող։ Ընդհանուր առմամբ մենք պետք է արձանագրենք, որ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը իր մեջ պարունակում ինչպես անվտանգային, այնպես էլ մեր ժողովրդի նկատմամբ սպառնալիքներ։ Շնորհակալություն։ Արձագանք համեցեք։ Պարոն Դավթյան, անհամաձայնվելը ձեր իրավունքն է, բայց ես չի ասում, որ Ադրբեջանի Հանրապետությունում չկա Արևմտյան Ադրբեջան կազմակերպություն, չի ասում, որ նա չի ֆինանսավորվում, ով չգիտի, որ նա ֆինանսավորվում է համապատասխան պետության կիստ հիմնադրամներից, այո, գիտենք, որ ունի նաև հեռուստաալիք։ Ես ձեզ ասում եմ, ընդհանուր Ադրբեջանի Հանրապետության հանրության մասով, որքանը որ ես նաև հետևել եմ այս ընթացքում, այնպես չի, որ այդ օրակարգը Ադրբեջանի Հանրապետության մեջ ընկալվում է միանշանակ։ Նույն այդ տեսանկյունից Արևմտյան Ադրբեջան օրակարգը, կարծում եմ Հայաստանի Հանրապետության հասարակության տեսանկյունից ընկալվում է միանշանակ մեկ ձևով, որ դա որևիցե ձև չի նպաստում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգի ամրապնդմանը եւ բարեդրացիական հարևանական հարաբերությունների։
Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում չկա տենց մի մարդ, որ կարող ասի, որ Արևմտյան Ադրբեջան ձեր մատնանշած համապատասխան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության համար ինչ-որ դրական բան է պարունակում։ Այսքանը, շնորհակալություն։